Եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, վերահսկիչ պալատը կկոչվի հաշվեկնիչ պալատ եւ այլևս հաշվետու չի լինի ազգային ժողովին։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկումը այս ձևաչափով հնարավոր է վերջինն էր։ Մեր աշխատանքները պլանավորելու առումով մենք հաշվետու չենք լինելու։ Դա լինելու է վերահսկիչ պալատի խորհրդի լիազորության շրջանակներում։ Արդյոք այդպիսով կավելանա վերահսկիչ պալատի անկախությունը եւ այն ավելի անկաշկանդ կլինի իր բացահայտումները ներկայացնելիս, առանց մտածելու, որ դրան կհետևեն Սերժ Սարգսյանի մոտ հերթական հանդիպումն ու դիտողությունները։ Մենք մեր գործը անում ենք, ներկայացնում ենք համապատասխան հանրությանը ներկայացնում ենք։ Նրա պատասխանները խուսափողական էին, ինչպես ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում վերահսկիչ պալատի 2016 թվականի ծրագրի ներկայացմանը Իշխան Զաքարյանի բացակայության, այնպես էլ իրենց կողմից նոր բացահայտումների ու չարաշահումների մասին։ Մենք գնահատական չենք տալիս։ Մենք ազգային վիճ ծառայությունը չենք։ Լևոն Յոլյանը նաև ԱՅՈ-ի շտաբի պետի տեղակալն է, որքանով է նա կարողանում պահպանել իր անաչառությունը, համատեղելով անկախ մարմնում եւ իշխանությունների ԱՅՈ-ի շտաբում ունեցած զուգահեռ պարտավորությունները։ Ես խնդրում եմ նման հարցով ինձ դիմել 18:00-ից հետո։ Ես մինչև 18:00 կատարում եմ իմ պետական աշխատանքային պարտավորությունները։ Իսկ ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արաքել Մովսիսյանի վերաբերյալ, որը սպառնացել էր բռնություն գործադրել եւ բռնաբարել բոլոր նրանց, որոնք կվիրավորեն պաշտպանության նախարարին ու նրա ընտանիքի անդամներին։ Արաքել Մովսիսյանը խախտել է ազգային ժողովի կանոնակարգի 6-րդ հոդվածի կետ 1 հոդվածի կետը, որը վերաբերում է պատգամավորին ոչ վայր պահվածքի։ Որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի ազգային ժողովի առաջիկա նիստում։